Ընկեր Ավետյանը բարի, անկեղծ, խելացի ուսուցչուհի։ Ընկեր Ավետյանը հմայիչ, գեղեցիկ ուսուցիչ է։ Ես կուզեմ բոլոր ուսուցիչները ընկեր Ավետյանի նման լինեին։ Ընկեր Ավետյանը մեր հետ շատ խաղեր է խաղանում, դա շատ լավ է։ Շատ ուրախ ենք, որ ընկեր Ավետյանը մեզ պարապում է եւ կուզեմ միջը 12-րդ դասարանը պարապի։ 6-րդ դասարանցիները դասավանդիր հանուն Հայաստանի ծրագրով Տաթև եկած աշխարհագրության ու հայրենագիտության ուսուցչին են բնութագրում ու հորդորում այստեղ մնալ։ Մարիամ Ավետյանը դեռ հիմնավորվելու որոշում չունի, բայց մի բան հաստատ է՝ գնալը նրա համար էլ է դժվար լինելու։ Այս ծրագիրը միասնության նաև թեկուզ մի մարդու կյանքում փոփոխություն բերելու մասին է, ասում է երիտասարդ աղջիկը։ Ոմանց ճանաչում եմ հեռվից, ոմանց նույնիսկ չեմ ճանաչում, բայց ես գիտեմ որ կան մարդիկ, որ իմ նման աշխատում են մարզերում, որ աշխատում են երկրի համար, աշխատում են երեխաների համար, զարգացման համար, ու այդ գաղափարը, այդ միտքը, որ ես մենակ չեմ, այս աշխատանքում, այս գործում, այնքան նզորություն է տալիս ու այնքան մոտիվացիա է տալիս շարունակել, երբ սենց ցուրտ է, դրսում բուք ու բորան է, գալ դպրոց ու շարունակել երեխաների հետ աշխատել։ Դասավանդիր հանուն Հայաստանի ծրագրով Տաթև հասած ուսուցիչները դժվարությամբ են հեռանում այստեղից։ Ոմանք մնում են ինչպես ռուսերենի ուսուցչուհին, որ 2 տարվա փոխարեն 5 տարի է դասավանդել, եւ դասվար Արևիկ Ալեքսանդրյանը, որ խոստացել է փոքրիկներին չհեռանալ ու մնացել է։ Գյուղում աշակերտների հետ դժվար է չընկերանալ, անկեղծության մի աստիճան կա, որ քեզ մոտեցնում է բոլորի հետ, ասում է Մարիամը։ 2 դժվարություն ունի՝ վառարան վառելը եւ զուտ բարբարային բառերը հիշելը։ Երեխաները իմ հետ խոսում են հիմնականում գրական, այդ առումով բայց ժամանակ առ ժամանակ, երբ օրինակ ասում են ընկեր Ավետյան Հյուսիսը տհերներ, ճիշտն ասած չեմ կարողանում իրենց օգնել ոչ մի բանով, դա այդ պահն է լինում, որ ես իրենց եմ նայում, իրենք ինձ, հետո ժեստերի լեզվով հասկանում ենք իրար։ Մարիամը կամավոր է եղել Լեհաստանում, ասում է դասավանդիր հանուն Հայաստանի ծրագիրը հայրենիքը ճանաչելու պիտանի զգալու հնարավորություն է, նաև փորձառություն, որ թերագնահատել չի կարելի։ Չնայած այլ մասնագիտություն է ընտրել, ուսուցիչ լինելը նրա մանկության երազանքն է։ Փոքր ժամանակ գրասեղան ունեի ու այդ գրասեղանի տակ սենց պատին հարող մի հատ փայտ կար, ես վերցնում էի կավիճները, մտնում էի գրասեղանից տակ ու երևակայական ինչ-որ աշակերտների սկսում էի բացատրել, թե գումարում հանումը ոնց է լինում, կամ ինչ-որ բաներ էի արտագրում, այնտեղ ունեի պատկերազարդ քերականություն մի հատ գիրք, գրում էի այդ դասագրքից առաջադրանքները ու բացատրում էի իրենց։ Դպրոցականները սիրով են ուղեկցում ուսուցչուհուն, երբեմն օգնում կենցաղում, երբեմն ուղակի լրացնում նրա միայնությունը։ Բարձր դասարանցիները հավաքվում են ընկեր Ավետյանի տանը երկար զրուցում աշխարհի ու աշխարհագրության մասին։ Տաթևի առատ ձյունն առաջինն այս արևոտ պատշգամբում է հալչում։ 6-րդ դասարանցիներն էլ տեսախցիկներից այն կողմ խոստովանում են։ Քնելուց առաջ թաքուն գալիս են, համոզվում, որ ընկեր Ավետյանի տան դարպասը փակ է։ Ամենահիշարժան պահն էլ աշնանն էր, երբ աշակերտները հավաքվել էին երիտասարդ ուսուցչուհու քարածուխը կրելու։ Քանի որ դպրոցից դուրս, այսպես ասած, գյուղում չկա ոչ մի հնարավորություն եւ իրենք են ստեղծում իրենց զբաղմունքը, իմ կարծիքով այդ իմ քարածուխը տեղափոխելը իրենց համար ինչ որ միջոցառում էր։ Եկել էին, մեքենան կայանել էին, նույնիսկ երաժշտություն էին դրել բարձր, ասենց ինչ որ հայկական թաթայի տակ բան էին անում, դաշկայով տեղափոխում էին իմ քարածուխը ու այդ իրավիճակում ես հենց կանգնել ուղղակի նայում էի, թե իրանք ոնց են զվարճանում այդ գործից, չնայած ինքը կենցաղային բավականին ծանր չէ, բայց կենցաղային գործ է։ 2 տարի հետո գուցե Մարիամ Ավետյանը վերադառնա Վայք, գուցե ոչ, բայց տաթևցի փոքրիկները միշտ հիշելու են արևոտ պատշգամբը, երիտասարդ ուսուցչուհուն ու աշխարհագրության մասին երկար զրույցները։ Ինչպես Սյունիքի զարգացմանը միտված գրեթե բոլոր ծրագրերում, այս մեկում եւս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը անմասն չէ։ 2025-ի հունիսին Սյունիքի մարզպետը դասավանդիր հանուն Հայաստանի ծրագրի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ հիմնադրամի ղեկավարները եռակողմ համագործակցության հուշագիր են ստորագրել։ Հանքարդյունաբերական հսկան ստանձնել է ծրագրով Սյունիք գործուղվող ուսուցիչ առաջնորդների տեղակայման ծախսերի եւ հավելավճարների ֆինանսավորումը։ Տիգրանուհի Բադալյան, Ալեն Ծատրյան, Սյունիք լուրեր։